Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանք ու մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտը ողջունում ենք ձեզ։ Այսօր իհարկե դեկտեմբերյան ցուրտ օրերից մեկն է, բայց մեր ջերմությունը եւ սերը կտակացնի ձեզ։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV-ի ուղիղ եթերում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի առավոտը սկսեք մեզ հետ միասին բարձր բարի տրամադրությամբ, որովհետև առավոտյան արդեն մեր թիմը շատ բարի հեքիաթներ է հիշել եւ քննարկել, այնպես որ կարծում եմ հաղորդման ընթացքում եւս կանդրադառնանք։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր արդեն դեկտեմբերի 16-ն է, օրը չորեքշաբթի։ Երեքշաբթի։ Լինում է չի լինում մի լավ տրամադրություն է լինում, տրամադրությունը սկսում է իհարկե առավոտից սկսած, որովհետև առաջին ծրագիրն է նախընտրում, իսկ երեկոյան տրամադրությունը նախընտրում է բրիզը, որը ներկայացնում է Ջևանի գինու գործարանը, Ռոզե Փրփռուն գինին, որը հաստատ համոզված եմ այս երեկո կդառնա հաճելի համադրությունը ձեր հավաքույթին։ Ես սպասում եմ, երբ օրերը խառնեցի, դուք ասես, որ երջանիկ մարդիկ օրերը չգիտեն։ Այո, ժամերը օրերը չեն նայում։ Այո, եւ քանի որ արդեն դեպի տոներ ենք գնում, հատկապես դեկտեմբերյան վերջին օրերը շատ խառն են բոլորիս կյանքում, գրաֆիկը շատ խիտ է, գործերը շատ են, փորձում ենք հասցնել ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինենք ամանորին, եւ այս ամենի մեջ իհարկե դրական լուսավոր համեղ առավոտ ունենալը շատ կարեւոր է։ Իսկ համեղ առավոտ ունենալու համար մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն, ու մենք հասցրել ենք շատ կարոտել։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Ադրինե։ Բարի լույս, սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին։ Իսկապես ես էլ բոլորից շատ կարոտել եմ եւ գործընկերներիս եւ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ ջան։ Ես երկու գեղեցիկ հետաքրքիր եթեր եմ բաց թողել եւ իսկապես հասցրել եմ ձեզ շատ կարոտել։ Այսօր կփորձեմ բացը լրացնել եւ միասին կպատրաստենք շատ համեղ ուտեստ, ինչի համար պետք է մի քանի բաղադրիչներ եւ հատկապես այս տոն օրերին այս բաղադրիչները, այս մթերքները մեր տանը շատ են լինելու եւ կարելի է այդ առիթից օգտվել, պատրաստել ավելի հետաքրքիր, ավելի արագ պատրաստվող եւ ավելի, այսպես դուրեկան, հատկապես երեխաների համար մի տարբերակ, ինչի համար մեզ պետք է տոստի հացեր, մեզ պետք է երշիկ եղեն, ահա ես այստեղ ունեմ համեմված, հետաքրքիր համեմունքներով համեմված երշիկ եւ ունեմ բաստուրմա, մեր բոլորի սիրելի տոնական բաստուրման։ Այստեղ ունենք գունավոր պղպեղ կտրատված վիճակում արդեն, հավկիթ եւ պանիր, օգտագործելու ենք նաեւ տոմատի մածուկ։ Այս ամենը վերածելու ենք մի տեսակ պիցցայի տարբերակի, շատ հետաքրքիր է լինելու, հուսով եմ մեզ հետ եք լինելու եւ հատկապես այսօր կլանվելու եք խոհանոցի վրա, որովհետեւ այսօրվա բաղադրատոմսը մեզ տոնական օրերին շատ է պետք գալու։ Դե ինչ սիրելիներս, խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո միասին կշարունակենք։ Շնորհակալություն Ադրինե, այո, վստահ եմ, որ շատ համեղ առավոտ ենք ունենալու եւ իհարկե շարժվելով առաջ կարեւոր է նաեւ մարզումների մասին չմոռանալը, քանի որ վստահ եմ դեկտեմբերյան այս վերջին օրերը բոլորիս կյանքում են շատ խառը եւ երբեմն ժամանակ չեն գտնում մարզասրահ գնալու համար, բայց եթե ցանկությունը մեծ է, անպայման այդ ժամանակը կգտնեք։ Իսկ թե որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ Համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնես եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, որպես յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Այսօր ես ձեզ կառաջարկեմ մի քանի յոգական վարժություններ, որը կարծում եմ բոլորին հասանելի կլինի։ Գնացինք։ Նստում ենք, կանգնում ենք ծնկներին, աջ ոտքը բերելով առաջ, ձեռքերը պահում ենք կոնքերին եւ փորձում ենք կոնքով գնալ դեպի առաջ, ուսերը տանելով հետ։ Շունչ, արտաշունչ։ Շունչ, արտաշունչ, 1, 2, 3, 4, շարունակում ենք վարժությունը, ավելացնելով ձեռքերը, 1, 2, 3,
4 1 2 Պահում ենք դիրքի վրա 4 հաշիվ 3 2 1 փորձում ենք այս ձեռքով դանդաղ իջնել եւ մի փոքր ավելի արտակորվել դեպի ետ պահեցինք շատ լավ գնում ենք դանդաղ մի փոքր հետ ձեռքերը պահելով ներքև արտաշունչ փորձում ենք ներսի ձեռքը թողնել դրսի ձեռքով ձգվում ենք վերև 4 հաշիվ փոխեցինք ձեռքը ոտնաթաթը փորձում ենք բարձրացնել 1 2 3 4 գնում ենք դեպի ծունկ եւ ձգվում ենք դեպի առաջ պահելով եւս 4 վայրկյան շարունակեցինք այս ամենը մյուս կողմ մյուս ոտքը գալիս է առաջ ձեռքերը կոնքերին շնչառությունը ազատ շունչ արտաշունչ 4 3 4 ձեռքերով 1 2 3 4 1 2 պահեցինք 4 հաշիվ կոնքը լավ հրելով առաջ 4 3 2 1 ձեռքը հետևի ձեռքը իջեցնում ենք դեպի ծունկ առջևի ձեռքով ձգվեցինք բացվում ենք դանդաղ վերադառնում ենք հետ ծունկը ուղղվեց ձեռքերը ներքև բարձրացրեցինք մյուս ձեռքը պահելով 1 2 3 4 մյուս ձեռքով 1 2 3 4 նացինք հետ եւ վերջի 4 ակնթարթը պահում ենք խորը շունչ արտաշունչ այսօր այսքանը կհանդիպենք կրկին Դե ինչ սիրելիներս եւս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում, լավ տրամադրություն, նախաճաշի սեղանը պատրաստեք եւ միացեք մեզ։ Այսօր պատրաստելու ենք պիցցայի տարբերակ, բայց շատ པարզ հասարակ բաղադրիչներից, այսինքն օրիգինալ իր բնօրինակ տարբերակին չենք հետևի, խմոր չենք պատրաստի, խմորով այն չենք անի, այլ պատրաստի տոստի հացերով։ Մեզ պետք է տոստի հացեր, մեզ պետք է եշիկ եղել, ընտրությունը ձերն է, ես նախընտրեցի ուրեմն անպայման լինի համեմունքներով եշիկ, որպեսզի ավելի հետաքրքիր ստացվի, բայց բաստուրմայի արկայությունը այս բաղադրատոմսում պարտադիր է լինելու, որովհետև բաստուրման մենք հիմա պետք է միասին տապակենք տոմատի մածուկով։ Մեզ պետք է լինելու գունավոր պղպեղներ, հավկիթ եւ իհարկե պանիր, որը քերիչով արդեն անցկացված է։ Դե անցնենք գործի առաջին հերթին սիրելիներս թավան տաքացնենք մի փոքր հուսայող ենք լցնում, թող տաքանա, իսկ այս ընթացքում մենք բաստուրման բարակ կտորներով կկտրատենք, այսպիսի շերտերով, ահա տեսնում եք, այսպիսի շերտեր կանեմ, ես հիմնականում փորձեցի չամանը մաքրել, որպեսզի անհարմարություններ չպատճառենք մեր կողքը գտնվող մարդկանց, այդ պատճառով չամանը մաքրեցի, ընդհանրապես գիտեք մի բան եմ լսել, ասում են, որ չամանը պարտադիր է մաքրելը, այսինքն պետք է այն չուտել, չամանը պարզապես նախատեսված է հենց հատուկ հնեցման համար, բաստուրման համ, հոտ եւ այդ
մշակումը անցնելու համար է չամանը պետք, այնուհետև երբ պատրաստ լինի բաստուրման, ապա պետք է ամբողջովին հեռացնել չամանը։ Սա իհարկե ես նոր եմ լսել, մինչ այս չգիտեի դրա մասին, ընդհանրապես միշտ բոլորս էլ փորձել ենք ուտելիս դա մաքրել, բայց փաստորեն կա նման ճշմարտություն։ Ահա, մյուս կտորներն էլ փորձեմ կտրատել և կամաց կտեղափոխենք թավայի մեջ։ Ահա։ Տոնական օրերին հաստատ այս բաղադրիչները լինելու է և մեկ-մեկ այդպես պատահում է, չէ, ժողովուրդ ջան, որ ասում ես, վայ, ինչ ենք անելու մենք այսքան շատ բաստուրմա։ Բոլորը հրաժարվում են մի պահ այս ամենը ուտելուց։ Դրա համար այս տարբերակը ամենալավ տարբերակն է։ Ու ընդհանրապես բոլորս էլ տոնական օրերին բաստուրմայով ձվածեղ, պատառիկներ, այսպիսի համեղ բաներ բնականաբար պետք է պատրաստել։ Ահա, դնենք կրակի վրա և ավելացնենք տոմատի մածուկ։ Ադրինե, Ողջույն Սուրեն ջան։ ոնց ենք։ Չես պատկերացնում ինչքան են քեզ կարոտել մեր տաղավարում։ Ես էլ ձեզ Սուրեն ջան, ես էլ ձեզ։ Բայց ինչպես ասում են, տան մայրը պետք է նաև որոշ ժամանակ անցկացնի տանը հարազատների հետ։ Մենք դա հասկանում ենք եւ ըմբռնումով մոտեցանք այդ ամեն ինչին։ Շատ շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ դու հասցրել ես քո բոլոր գործերն ավարտին հասցնել, վերադարձել ես մեզ մոտ եւ մենք Վերադարձել եմ մյուս ընտանիք։ Այո։ Դա իհարկե ինձ էլ անկեղծ ասած ես էլ ձեզ բոլորից շատ հասցրեցի կարոտել եւ բնականաբար հերոսադիտողին եւս ինձ շատ երկար թված այս ընթացքը, այս բացակայության ընթացքը։ Իհարկե հասցրեցի որոշակի գործեր, բայց դե սա սուրբ գործ է։ Պետք է միշտ լինել տեղում, միշտ լինել ընտանիքի հետ, ընկերների հետ եւ իհարկե մեր հերոստադիտողի հետ, որովհետեւ առանց հերոստադիտողի մեր այստեղ գտնվելը անիմաստ է։ Այո, մեր հերոստատողները բավականին ակտիվ են եւ հետեւում են մեր ծրագրին։ Ես դա անմիջականորեն զգում եմ նրանց արձագանքից եւ դրսում շատերը չեն թաքցնում իրենց հրճվանքը եւ ներկայացնում են, այո, թե ինչքան լավ է առավոտյան հետևել մեր ծրագրին, քո համեղ պատրաստած բաղադրատոմսերին եւ բնականաբար մեր հյուրերի հետ հարցազրույցները նույնպես մեր հերոստատողներին դուր են գալիս։ Իսկ դուք անմիջականորեն այս ամենի մասնակիցն եք դառնում, որովհետև մեր տաղավարում շատ ջերմ է։ Այ առավոտյան արդեն մեր շատ սիրելի Անահիտը պատրաստեց աշխարհի ամենահամեղ սուրճը եւ բնականաբար այսպես ջերմությամբ ու լավ տրամադրությամբ էլ մենք էլ այս ամենը ներկայացնում ենք ձեզ։ Ադրինեն հիմա այստեղ թեժ խոհանոցային իրավիճակի մեջ է։ Այո, այո։ Ինչ ես պատրաստում այս առավոտը։ Հիմա պաստուրման տոմատի մածուկով արդեն տապակեցինք մի փոքր յուղով, ցանկալի կլինի նաև կարակ այստեղ օգտագործել։ Ես հիմա պարզապես պետք է հավկիթը կոտրեմ եւ ուրեմն լցնենք մեր պանրի վրա։ Մենք պետք է, այսպես ասած, պանրային սոուս պատրաստենք հավկիթով, որպեսզի տրորենք մեր հացիկների վրա։ Օհո։ Այսօրվա իմ առաջարկը ուրեմն խմորային չէ, ինչպես նշեցի, խմոր չենք պատրաստել։ Եթե հերոստադիտողը կհիշի, ես մեկ անգամ խմորով այս բաստուրմայի տարբերակը պատրաստել եմ։ Եթե հիշում եք, սիրելիներս, խմորի վրա պանիր էր լցված, այո, վրան այս տապակված բաստուրման, բայց այսօր փոփոխություն կա, ուրեմն բաղադրատոմսի մեջ, այսինքն սա այլ բաղադրատոմս է, որը էլի շատ համեղ եւ հետաքրքիր է եւ ինձ թվում է երեխաների համար շատ տեղին է սա։ Ադրինե, ձեր պապիկից նվերներն ուզել ես արդեն։ Ուզել եմ։ Ուզել եմ, աչքերը փայլեցին Ադրինեի։ Ես ուզել եմ եւ արդեն իմ ձմեռ պապիկը իրագործել է դա։ Մի քիչ շուտ, բայց այո, կարող ենք իմանալ, թե դա գաղտնիք է։ Գաղտնիք։ Լավ, երբ որ տեսախցիկներն անջատվեն, մենք փորձենք հարցադրումներով իմանալ դա։ Այո, այսպեսի
Հետաքրքիր բան էր։ Այսօր մենք առավոտյան խոսում ենք այն մասին նաև, որ երբ որ ռադիոյի եթերի ժամանակ, երբ որ պատկերացրեցինք, որ հիմա տաղավարի դուռը կբացվի, ինչ որ մեկը կմտնի ներս եւ մեծ արկղով գումար կդնի, կասի սազես ու կգնա։ Ինչ կանեինք մենք։ Ես մտածեցի ամենաառաջին ինչ որ կանեի, միանգամից կգնայի կամ հենց կբացեի հեռախոսը եւ ամբողջ տարվա ընթացքում ամեն ամսվա համար 1 տոմս կգնեի որևիցե մի երկիր գնալու եւ բացահայտելու։ Դու շատ սիրում ես ճամփորդել, ես գիտեմ։ Սիրում, այո։ Եվ հետո հասկացանք, որ համացանցից տեղեկացանք, որ բնականաբար աշխարհում եւս մեկ ռեկորդ է գրանցել Իլոն Մասկը, դառնալով ունենալով 600 միլիարդից ավել կապիտալ։ Եվ դարձել է շատ արագ ռեկորդ, ինչով այլ միանգամից արագ կրկնապատկելով իր կարողությունները։ Եվ մտածեցի, լավ այդ մարդը երջանիկ է, որ այդքան միլիարդ ունի եւ ինչ անելու։ Այդ հարցին ոչ մենք չի կարողանում պատասխանել։ Մենք նույնիսկ չենք կարողանում պատասխանել, թե մոտակա չորեքշաբթին ինչ ենք անելու, որ մնաց պատասխանենք, թե հետագայում այդ գումարներով ինչ ենք անելու։ Եվ այդքան պետք չի 600 միլիարդ, բայց ճամփորդության համար որոշակի միլիոնը չէր խանգարի, 1 միլիոնը դոլարով։ Դե տա Աստված երազանքները կատարածվեն, Սուրեն ջան, իհարկե երազանքները կատարվելու համար նաև պետք է շատ ջանք գործադրել։ Բայց ասում են երազանքներն իրականանալու հատկություն ունեն, այո, անշուշտ, ես զգուշ եղեք երազելու մեջ, դրանք կատարվում են։ Խոսքը ուժ ունի, դա թևավոր արդեն խոսք է դարձել եւ դա ապացուցել է իսկապես իր ուժը, այնպես որ լավ բաների մասին պետք է երազել, լավ նպատակներ պետք է կազմավորել եւ դա այդ ամբողջը ուղարկել տիեզերք, որպեսզի այդ դրական էներգիան իսկապես կատարվի։ Դե շատ հույս ունենք, ես էլ հավատացած եմ, որ ձմեռ պապ կա եւ հրաշքներ կգործի հաստատ։ Առանց այդ մտքի, առանց այդ հուզական դաշտի դու չես կարող ապրել։ Բանն ասելով ալին, ինչպես ասում են մեր տատերը։ Եվ իհարկե, եթե ինչ-որ բան մտածում եք, բանը դա միտքն է, որը առաջինն է գալիս եւ միտքը իհարկե դառնում է շոշափելու տեսաները։ Մենք շատ էինք ուզում այս երկու եթերների ընթացքում համեղ բան ուտել եթերի ընթացքում եւ ահա Ադրինան վերադարձավ եւ պատրաստեց։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում, եւս մեկ անգամ կրկնեմ, այստեղ բաստուրման բարակ մանր կտրատեցի եւ տոմատի մածուկով տապակեցի, սիրելիներս, այստեղ ուրեմն հավկիթը, պանիրը եւ գունավոր պղպեղները կտրատված լցրեցինք, խառնեցինք, եթե ցանկություն ունեք, կարող եք բազմապիսի համեմունքներ ավելացնել, կարող եք ոչ մի բան չավելացնել։ Ես ինչու այսօր զերծ եմ մնում համեմունքից, որովհետեւ բաստուրման ինքը ամբողջովին համեմունք է եւ իհարկե ես շիկը ընտրել եմ հետաքրքիր տարբերակը, որը էլի համեմված է ինչ-որ համեմունքներով։ Տոստի հացերը։ Տնական պատրաստված fast food։ Այո, բայց դե տնական է ամեն դեպքում։ Մամայի սրտի ու ջերմությամբ պատրաստված։ Հիմա տոստի հացերը շարել ենք մեր թավայի մեջ ջեռոցի, ուրեմն ասեմ նաև, քանի որ ընդհանրապես ջեռոցի տապակները, ջեռոցները ստանդարտ չափերի են, մեծ շատ փոքր չեն լինում, սովորական ջեռոցները, ուրեմն տապակներն էլ ստանդարտ նույն չափի են։ Այստեղ ես օգտագործել եմ քանի կտոր 12 կտոր, այո, տոստի հացը, միջին չափը, այսինքն նորմալ չափը, բավական է, որպեսզի մի ամբողջական թավա դուք ունենաք։ Հիմա մենք փորձենք այս համեղությունը տեղադրել մեր հացիկների վրա, այսպես, փորձենք ամբողջությամբ տարածել, շատ համեղ է լինելու ժողովուրդ ջան։ Բլինչիկները պատրաստել ես արդեն։ Դեռ չէ, այդքան չեմ։ Այդքան ժամանակ չէ, այդ երկորը չերիք է։ Չէ, երիքի նման բաների այդքան։ Ունես հատուկ բաղադրատոմս բլինչիկ, բոլորն ունեն, չէ։ Ում տունը գնում ես այդ նոր տարօրին, ասում են, այս սրանից չես կերը, սա ուրիշ ձև է պատրաստված։ Դե, որովհետև ամեն մարդ իր սարքածը հոգի է դնում էջը եւ գտնում է, որ դրանից էլ ոչ մի տեղ չկա։ Սակայն բլինչիկի ես որևիցե տարբերակ այտենց հատուկ չունեմ։ Մենակ սիրում եմ, որ բլինչիկի միջուկի մեջ ընկույզ է լինում, դա սիրում եմ, ինչպես է իշլիկ քյուֆտայի մեջ ընկույզ լինում մսի մեջ, բլինչիկին էլ եմ այդպես շատ սիրում եւ մաղադանոսն էլ եմ շատ սիրում ֆարշի մեջ, բայց հատուկ չէ, տարբերակ չունեմ,
Տարբերակ չուներ։ Այո, միայն այս տոնական օրերին փորձելու է մի քանի հետաքրքիր բան առաջարկել հեռուստադիտողին, մենք այս մասին խոսել ենք։ Բոլոր աղցանների փնտրտուքի մեջ են։ Google ասա մեզ, որ աղցանն է այս տարի ամենահամովը։ Պատկերացրու այնքան շատ տարբերակներ կա եւ հիմա այս տարի հատկապես շատ մենք Սոնայի հետ էլ այդ մասին խոսել ենք խոհանոցում, որ տրենդային են դարձել ձևավորումները այս տարի շատ աղցանների ձևավորումները եւ մենք էլ կփորձենք այս տարի առաջարկել հեռուստադիտողին լավ տարբերակ։ Այո, տարբերակները շատ են, այ հիմա այստեղ էլ տարբերակներն ավելացվում են, կարճ դադար ունենանք, վերադառնանք, հասկանանք ինչ էս ավելացնում արդեն եւ ինչպես է այս ամենն ուղարկում դեպի ջեռոց։ Փոքրիկ դադար ու հետո վերադառնում ենք։ Եվս մեկ անգամ բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ես եկել եմ խոհանոց Ադրինեի կողքին, որովհետև այնպիսի բույրեր էին տարածվել ամբողջ տաղավարով, որ ես չդիմացա սիրելի Ադրինե։ Ուրախ եմ Սոն ջան, քեզ իմ կողքին տեսնել հենց խոհանոցում։ Բույրերը իհարկե կապված են բաստուրմայի հետ։ Բաստուրման իսկապես յուրահատուկ բույր ունի։ Եվ համ, Եվ համ, եւ տեսք։ Այո։ Բաստուրման տեսնում ես, հիշում ես տոնական օրերը։ Ահա, մոտենում են տոնական օրերը, սա էլ տոնական օրերի շարունակությունն է, այսինքն հաջորդիվ ինչ որ կմնա ձեռքի տակ, երշիկ եղենից բաստուրմայից կարելի է հենց սա պատրաստել եւ շատ արագ հրամցնել ընտանիքի անդամներին։ Սոն ջան, մինչ այս պահը մենք բաստուրման մածուկով տոմատի ուրեմն ես չտեսա, բայց շատ լավ է։ Բաստուրման ենք տապակե տոմատի մածուկով, պանիրը, հավկիթը, պղպեղները այսպես խյուս ենք սարքել եւ տարածել ենք հացիկների վրա։ Հիմա պետք է երշիկները դասավորենք եւ վրան ավելացնենք եւ սա։ Տեսնենք կհասցնենք։ Ես կարծում եմ կհասցնենք։ Այո, արի, եթե համաձայնես երշիկները դու շարի, այո, ես այս պրոցեսը կանեմ, որպեսզի հասցնենք ամբողջովին ցուցադրել մեր հեռուստադիտողին։ Սիրելիներս, երշիկի վրա նորից լցնում ենք այս պանրի, ուրեմն սոուսը եւ ուզում եմ շատ արագ գոնե երկու տարբերակը ցուցադրել, որպեսզի հասցնեմ։ Եվ այս բոլորի վրա ավելացնում ենք մեր բաստուրման։ Ահա։ Դուք չեք պատկերացնում ինչ գեղեցիկ է լինելու եւ ինչ համեղ։ Ահա։ Օ, հենց նույն քանակությամբ երշիկներն էին։ Այո։ Ես հաշվարկով եմ վերցրել ամեն բան այսօր։ Ահա, այսպես։ Դու կարող ես շարունակել, ես բաստուրման կավելացնեմ։ Ջեռոցը արդեն տաքացրել եմ, սիրելիներս, կարելի է իմիջիայլոց շատ բարձր չտաքացնել ջեռոցը, թողնել այսպես դանդաղ այս պանիրը, հավկիթը ամբողջությամբ իրեն ջերմաստիճանով համապատասխան հալչի, եփվի։ Եվ իհարկե բազմիցս նշել ենք, որ ձեռնոցներով աշխատելը շատ անհարմար է, դրա համար եթե կա հնարավորություն լվացվել եւ արագ մտնել խոհանոց, մենք նախընտրում ենք այդ տարբերակը, այնպես որ ես կարծում եմ երշիկները հացի վրա տեղադրելու այդ ընթացքը դու մտահոգվեցիր այդ ընթացքի համար հեռուստադիտողը ինչ կմտածի, ես հեռուստադիտողին ասեմ, նույնիսկ պրոֆեսիոնալ խոհանոցներում, այո, մշտապես ձեռնոցը առկա է եւ օգտագործվում է։ Այն պետք է փոխել խոհանոցում նույնիսկ 3 րոպեն մեկ, որովհետեւ ավելի շատ բակտերիա, ավելի շատ, այսինքն աղբ է կուտակում ձեռնոցը իր վրա, քան քո բնական ձեռքերը, որը դու կարող ես վայրկյանը մեկ լվանալ եւ անցնել գործի։ Ժողովուրդ ջան, մի կենտրոնացեք այդ ձեռնոց հագնելու եւ այդ process։ Այո, որոշակի բաներ կա, իհարկե ձեռնոցը անհրաժեշտ է, բայց բաներ կա, որ պետք չէ խուսափել եւ եկեք մի փոքր բնական լինենք, օրգանիկ լինենք։ Մեր տատիկները, մեր մայրիկները երբեք այդ ձեռնոցի արկայության մասին նույնիսկ չեն իմացել։ Դա ինչ է։ Իհարկե, դա ինչ է։ Իհարկե, աշխարհը զարգացել է, աշխարհը առաջադեմ է, այդ բոլորը, եթե կա իհարկե պետք է օգտվել, բայց ոչ այնպես, որ ասես
շատ անհրաժեշտ բան է։ Այո, եւ մենք շատ հետևողական ենք, խոհանոց գալիս, եթե պետք է որևէ գործընթաց կատարենք, ապա անպայման լվացվում եւ նոր ենք հայտնվում այս հատվածում մեր տաղավարի։ Պարտադիր։ Ես կարծում եմ կվերջացնենք սա եւ կտեղափոխենք ջեռոց։ Եվ վերջ, այլ բան չունենք անելու։ Այո, ես հուսով եմ հերոստատիտողին արդեն པարզ է հասկանալի է, թե այստեղ ինչ կատարվեց, ինչքան հեշտ է պատրաստման եղանակը, բոլոր բաղադրիչները պատրաստ են, պարզապես պետք է կտրատել, միքսել եւ քանի որ ամեն ինչ པարզ է, հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ քանի որ տոներին ենք մոտենում, պետք է նաեւ հետեւողական լինենք, թե ինչ ենք հագնելու ամանորի գիշերը, որովհետեւ ոճային լինելը սովորական օրերին կարեւոր է, բայց տոնական օրերին առավել եւս։ Հենց հիմա մեր եթերում կլինի մեր նորաձևության էջը։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ շարունակում ենք խոսել ձեզ հետ նորաձևության միտումներից։ Քանի որ մոտենում է 2026 թվականը, ուզում եմ մի փոքր զրուցենք այն տենդենսներից, որ սպասվում են մեզ եւ ընդհանուր միտումներից։ Այս տարի ցուցադրությունների ժամանակ հատկապես իմ ուշադրությունը գրավում են ձևվածքների առանձնահատկությունը։ Մի բան, որ անպայման ուզում եմ շեշտել, oversize-ը շարունակում է մեզ հետ մնալ, բայց ոչ այն ընկալմամբ, որ մենք տեսել ենք այն նախկինում։ Այսինքն, եթե նախկինում մենք ունենք ոչ հստակ ֆորմաներ, ապա այժմ նկատելի են հստակ գծեր, հստակ ֆորմաներ, որը անձամբ ինձ շատ է դուր գալիս։ Երկրորդ տենդենսը, որ հենց այս շրջանակներում տեղավորվում է, դա հստակ արտահայտված, շեշտադրված մեծ ծավալի ուսերն են։ Իհարկե, այսպիսի հագուստ ընտրելուց անպայման պետք է հաշվի առնեք հենց ձեր կառուցվածքային առանձնահատկությունները եւ թե որ աշճանի արտահայտված ուսերն են, որ ձեր կառուցվածքի համար ավելի հարմար են, բայց ակնհայտ է, որ ցուցադրությունների ժամանակ, ինչպես նաեւ mass market-ում մենք տեսնում ենք արտահայտված ուսեր, բայց արդեն կանացի սիլուետներում, այսինքն հիմնականում Իրանի հատվածում ունենք նեղացում կամ ունենք հստակ գծեր, ուղիղ վերարկու, օրինակ արտահայտված ուսերով, սա նաև վերաբերվում է պիջակներին, նորից ունենք հստակ արտահայտված ուսեր Իրանի հատվածում սեղմացող կամ ուղիղ տարբերակների հետ։ Մյուս հետաքրքիր տենդենսը, որը արդեն մի քանի սեզոն մեզ հետ է, բայց կարծես թե դեռ mass market-ում չի հաստատվում, դա ցածր գոտու թրենդն է։ Ընդ որում ցածր գոտու էֆեկտը ստացվում է ոչ միայն տաբատների կիսաշրջազգեստների միջոցով, այլև հենց զգեստների եւ վերարկուների վերնահագուստի դեպքում։ Եվ իմ կողմից ամենասիրված տենդենսը երևի դա բարձր օձիքի շեշտադրումն է որևէ կերպ, դա կարող է լինել հենց բուն պրոդուկտի միջոցով կամ աքսեսուարի միջոցով։ Նորաձևության ցուցադրությունների ժամանակ մենք տեսնում ենք բարձր վզով սվիտերներ, տեսնում ենք պիջակներ, որոնց օձիքները առանձնացված են եւ բարձրացված, ինչպես նաեւ կոնտրաստային օձիքներ, կամ տեսնում ենք, որ վզի հատվածը հատկապես շեշտադրված է որևէ աքսեսուարով, դա կարող է լինել փողկապ, դա կարող է լինել ժաբո, դա կարող է լինել մեկ այլ պրոդուկտ, որը ընդգծում է հենց օձիքի վզի հատվածը։ Ամփոփելով կարող եմ նշել, որ 2026 թվականի հիմնական միտումը դա ուժի ամրության եւ կանացիության ընդգծումն է հագուստի միջոցով։ Ահա, նորաձևությունից տեղափոխվում ենք թատեր աշխարհ եւ այսպես ռոքնռոլը մայրամուտին, բայց թատրոն տանիքի շնչով։ Նոր անունով ներկայացնում է Սիրտս քեզ։ Նրբին մարդկային ու խորք ունեցող այս ներկայացումը պատմում է այն պահի մասին, երբ մարդը կանգնում է սեփական անցյալի իրականացված երազանքների ու անկեղծ ցանկությունների առաջ։ Սա ոչ միայն ներկայացում է, այլև կյանքի անկեղծ հանդիպում, որտեղ հերոսները որոնում են իրենց կորցրած ռիթմը, սերը, բառերը ու լռությունները։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Սամվել Բաղինյանը եւ Սուսանա Բաղդասարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Տրամադրությունը։ Լավ։ Շատ լավ է։ Նոր գործ, նոր աշխատանք ու եւս մեկ հետաքրքիր տրամադրություն, որ ստեղծվել է արդեն ձեր մասնակցությամբ։ Մի քիչ խոսենք այս մասին։ Թատրոն տանիքում նոր ներկայացում։ Միտքը, առաջարկությունը։ Ով է սկսում, Սամվել։ Ինչպես կուզեք։ Դու որ սկսես։ Ես սկսեմ ուրեմն այսպես։ Անսպասելի ինձ զանգեց Արթուր Սարիբեկյանը, որի հետ ծանոթ ենք այդպես, մտերիմ չենք։ Նայել եմ տղայի մի քանի բեմադրություններ, տաղանդավոր երիտասարդ բեմադրիչներից է մեր, շատ եմ հավանել իր գործերը։ Իմ մտքով երբեք չէր անցնի, որ ինձ հինավուրց ծերուկիս այդ երիտասարդ տղան կարող է հրավիրի ինչ որտեղ զբաղվելու։
Հատկապես որ սարսափելի զբաղված է եւ մեր Սունդուկյան թատրոնում, եւ պոեզիայի թատրոնում գրողների միությանը կից մեր ստեղծած, ինչպես նաեւ Հրազդանի հետ ենք համագործակցում։ Այս 3 թատրոնների հոգսերի մեջ հանկարծ առաջարկ, բայց գործը այնքան դուրս եկավ եւ Արտուրին քանի որ սիրում էի հերվից հեռու նայելով իր բեմադրությունները որպես ռեժիսոր, ուղղակի մի նվեր արեց տղանից, հրաշալի նվեր արեց։ Բայց հարսանիքը հետո սկսեց, երբ որ սկսեց մեր աշխատանքային process-ը, մի հաճելի անակնկալն էլ Սուսաննա Բաղդասարյանի հայտնվելն էր, որի մասին ընդհանրապես պատկերացում չունեի։ Ես ուշ եմ ավարտել, ես ավելի շուտ եմ ավարտել, ինքը ուշ է ավարտել, ես եղել եմ Արցախում, ինքը Լեհաստանում, հետո Լեհաստանում, ես ինքը Ֆրանսիայում, մի խոսքով պատկերացում չունեի ես չենք դերասանուհու հանդիպել։ մասին։ Սա էլ էր հետարքիր, շատ օժտված դերասանուհի, հետարքիր պարտնյոր, խաղընկեր եւ կարելի ասել նվեր էր սա Տանիք թատրոնի կողմից, շնորհակալ եմ թատրոն Տանիքում, այդ Հալաբյան 22-ի վրա մի երկու ներկայացում նայել եմ, լավն է, լավ աուրա է այնտեղ մթնոլորտ է։ Արտուրի հետ սկսեցինք աշխատել։ Շատ շնորհակալ եմ Արտուրին, ամեն դերասան ունի կարծրատիպեր, հատկապես իմ տարիքում, Սունդուկյանի բեմի այդ մասշտաբը, հետո ասմունքը, ինչ որտեղ իր էպիկական այդ խորքերով եւ այլն, մեր ասմունքի թատրոնը ուրիշ ոչ է, ասեմ ձեզ, եւ այստեղ կամերային այս թատրոնի պայմաններում երիտասարդ ռեժիսորը կարողացավ ինձ մարդավարի խոսեցնել բեմում եւ այդ դնել այդ կամերային վիճակի մեջ, բնական, կարծես վավերագրական ֆիլմ, այս ոճով էր ինքը աշխատում, շատ շնորհակալ եմ։ Մեծ հաճույքով աշխատել եմ եւ Արտուրի հետ, եւ Սուսաննայի հետ, հույս ունեմ արդյունքը լավն է, որովհետեւ իմ ամենախիստ քննադատը, դաժան քննադատը դա Ջուլիան է, կինս է, որը շատ հավանեց ներկայացումը, շատ հուզվեց եւ նույնիսկ ասեց այդ տղա, ես միայնակ մարդու դերը, ես ինչ մեղք է իր, ուզեմ, չուզեմ պիտի քեզնից երկար ապրեմ, որ դու մենակ չմնաս։ Իրեն հատուկ հումորը։ Բարևներ ու ողջույն կին Ջուլիա։ Սուսաննա, առաջարկը ձեզ ինչպես եկավ։ Անցնենք ինձ, տեսեք, այս առաջարկի մասին ես դեռ մի տարի առաջ գիտեի։ Մի տարի առաջ, հա, մենք խոսել էինք թատրոնի տնօրենության հետ, հիմնադիրի հետ, մեր սիրելի շողերի հետ, եւ նա ինձ ասել էր, որ կուզենամ, որ դուք լինեք բան, բայց ես ասեցի, որ ես հիմա գնում եմ Ֆրանսիա ու դեռ երկար կմնամ, այսինքն մի տարի շուտ չեմ գա։ Ու ասում էի, եթե կլինի, չէի ուզում էլի գործերը խափանեի իմ այնտեղ մնալով, չէ, կսպասենք, այնքան շնորհակալ եմ եւ թատրոնից եւ Արթուրից, հետո Արթուրը զանգեց, պիեսը ուղարկեց կարդամ։ Ես իհարկե սիրահարվեցի պիեսին, որովհետեւ շատ հրաշալի, շատ մարդկային բան, շատ նենց հարցեր աշոշափվում, որ մենք բոլորս այդտեղ մեզ տեսնում ենք։ Կլինենք 50 տարեկան, 50-ից ավել, մինչև 40, այդտեղ մեզ բոլորս տեսնում ենք, շատ մարդկային է։ Մի խոսքով էսպես, ասեցի, բայց ես մի տարի հետո եմ գալու, էլի գործեր ունեմ այնտեղ, բան, ոչինչ կսպասենք։ Տեսեք, հիմա իմ հուզմունքը ինչպիսին է, մարդիկ քեզ սպասում են, որտեղ այստեղ հրաշալի դերասանուհիներ են, ինչ խոսք, չէ, բայց մարդիկ քեզ սպասում են, ուրեմն պետք է արդարացնես, չէ, որ ասես ինչի համար սպասեցին, էլի այ Սուսաննային։ Մի խոսքով եկեք նայեք, նենց կուզենամ գաք նայեք, սուր դու դեմքդ տենց ես անում, որ ես կարա որտեղ աշխատում ես, բայց մի օր պիտի նենց լինի, որ գաք նայեք, շատ շնորհակալ եմ, նայեք հեռավոր երկրում, երբ որ դու քեզնից հեռացած ես, հա, տենց չի, որ մենք գնում ենք Ֆրանսիա եւ այնտեղի բեմերը նվաճում ենք, չկա տենց բան, թող ոչ մեկ այդ մասին ստեր չխոսի, հա, ոչ մեկ մեզ ոչ մեկ ոչ միտեղ չի սպասում։ Բացի հայրենիքից։ Բացի տնից։ Այո, այնպես որ եթե դու դրսում ես, ուրիշ ձեռքբերում ես ունենում, բայց մի ուրիշը այնքան արմատականն ես կորցնում, հա, որ քեզ հաց ու ջրի նման է պետք ու հանկարծ մեկ էլ հայտնվում է մի երիտասարդ ռեժիսոր, այսպիսի պարտնյոր եւ նրանք քեզ դու թառամում էիր, կարծես, ու նրանք քեզ նորից ջրում են ու դու նորից սկսում ես բացվել։ Այն որ դու ասեցիր, Սուս դու չես փոխվում, հա, բան, ես չեմ փոխվում, որտեղ մարդիկ ինձ ջրում են։ Դրա համար չեմ փոխվում։ Ձեր կերպարի մասին կուզեմ մի քիչ պատմեք, ինչքանով կապ ունի ձեզ հետ, ինչքանով ընդհանրություններ կան ու ինչքանով է տարբերվում ձեզնից։ Հա, իմ կերպարը եւ դե տեսեք դա այնպիսի մի կին է 50
50-ից անց շատ երանդուն, շատ տեմպերամենտով, շատ էմոցիոնալ, շատ զգացմունքային, դրանք սուրը նման են, չէ՞, լավ ես ճանաչում, իհարկե, նա չի կարող լրիվ ինձ նման լինել, բայց կան բաներ, որ ոնց որ բռնում է, ինչպես Սամվել Բաղինյանը ասում է, ես դա շատ մեծ հաճոյախոսություն եմ ընդունում, որ միշտ ասում է, որ ես ուրիշ ոչ մեկի չեմ տեսնում այստեղ, դա ես շատ ոգևորվում եմ, հա, նմանություններ իհարկե կան, ինչ շատ լավ ճանաչող մարդիկ բեմի վրա կգտնեն ժեստեր, բաներ, որոնք որ ես կյանքում էլ դա կարող եմ անել։ Այս կերպարը մի կին է, որը չի ուզում ցույց տալ իր թերությունները, որ ինքը փխրուն է, որ ինքը խոցելի է, որ ինքը մենակ է, անընդհատ ուզում է իրեն ուրիշ գույնի մեջ պահել բան, բայց այն երկրորդ, երրորդ շերտի մեջ միևնույն է ինչ որտեղ դա զգացվում է, որովհետև նա ներսից վառվում է, բայց չի ուզում տղամարդուն ցույց տա, որովհետև եթե ցույց տա կթուլանա եւ կպարտվի, իսկ ինքը ուզում է անընդհատ իր համար միևնույնն է, հա, այսպես կերպարը շատ գունեղ կերպարա, շատ տարբեր շերտեր ունի եւ տեսեք, այստեղ շատ համամարտկային բան կա, որ ոչ մի տարիք չի կարող որևէ մեկ ասել, որ այ դու քո գործը արել ես, ընտանիքս երեխաները կան, թոռները կան, վերջ բան չէ, մարդիկ միշտ ունեն կարիք սիրո։ Ցանկացած տարիքում ունեն կարիք սիրո, ունեն կարիք, որ այդ դատարկությունը, մենության դատարկությունը լցնի։ Երեխաները կան, թոռները կան, բայց ամեն մարդ իր տեղը ունի։ Պիտի լինի քո կեսը, որ քեզ լցնի։ Սրա մասին է խոսքը։ Այո, բավականին հետաքրքիր է։ Ես հիշում եմ Սուսանայի հետ մենք ծանոթացել ենք թատրոնում, երբ ես ուսանող էի եւ մենք եկանք թատրոն պատանին հանդիսատեսի, իրենք արդեն այնտեղ կայացած դերասաններ են եւ առաջին ներկայացումը որ խաղացել ենք դա Համլետն էր, այնուհետեւ Անտիգոնեն, որտեղ ես խաղում էի Հեմոն, իսկ Սուսիկը խաղում էր Անտիգոնեն։ Չէ, Օֆելիա։ Համլետում Օֆելիան, այո։ Իհարկե շատ հետաքրքիր է այս ամենը։ Ինչ է կարծում, ներկայացումը որ տարիքի համար է, հա, որովհետև ինչպես նշեցինք, բոլոր տարիքում էլ սիրո կարիքը կա ու պակասը կա։ Երիտասարդները ինչ կտանեն այս ներկայացումից, իսկ ավելի հասուն տարիքում ինչ կտանեն այս ներկայացումից։ Գիտեք ինչ, ասեմ, որ նախ շատ դիպուկ կրակել է 10-ին ռեժիսորը եւ թատրոնը, որ ընտրել է այս գործը։ Գիտեք ինչու, գրել է Միխայել Հեյֆեթսը, արևմտյան դրամատուրգ, բայց այնքան հայկական իրավիճակին բռնում է, ինչքան դուրս է երևի ամենառեկորդային երկիրն ենք, որ այսքան դրսում են, պապիկ տատիկները ներսում են, թորնիկները, երեխաները դրսում են, բոլորիս համարյա ընտանիքներում այս վիճակն է, միայնակության սինդրոմն է, առավել եւս որ մենակ է այս մարդը, երեխաները, թորները դրսում են։ Եվ այս սիտուացիան զարմանալի ձևով այս իրավիճակը նաեւ տագնապահարույց է հուզող է ջահելների համար։ Երևի այս երեխեքը բնազդով գիտեն, երևի իրենց տատիկներն էլ, իրենց հայրիկները, ծնողները, տատիկները, իրենց եղբայրները, քույրերը, բարեկամներն էլ դուրսն են, եւ այս հոգեվիճակը իրենց էլ հասկանալի է։ Նաեւ երիտասարդների համար է հետաքրքիր։ Այ դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք, լավ հարց էր Սուսանային, թե ինչով է քեզ նման կերպարը եւ ինչով է տարբերվում, բացարձակ այս կերպարը իմ մարդկային խարակտերի, իմ մարդկային բնութագրի հետ կապ չունի։ Նա զուսպ է, ես էմոցիոնալ եմ բռնկվող։ Նա քչախոս է, ես հայտնի շատախոս եմ։ Նա ուրեմն այս մարդը թաքցնում է իր էմոցիաները, այսպես զսպության մեջ է, ես ավելի բաց եմ եւ սա էլ է հետաքրքիր, որ ես ստիպված եմ ստեղծել մի կերպար, որը կոնկրետ ինձ հետ կապ չունի։ Եվ ինձ համար էլ հետաքրքիր է։ Ինձ համար էլ նորություն է, որ բաներ եմ անում, ասում եմ, վայ, այս բան նման բան ես չէի արել երբեք, ու այս առումով հետաքրքիր է, ես կասեի բոլոր շերտերի հասարակության, բոլոր տարիքային խմբերի համար հետաքրքրություն կա այս ներկայացման մեջ։ 21-ին, դեկտեմբերի 21-ին։ Համեցեք դեկտեմբերի 22-ին ժամը 8-ին ժամը 20:00 Հալաբյան 22 հասցե թատրոն տանիքում բաց մի թողեք, բացառիկ հնարավորություն ունեք երկու տաղանդավոր դերասաններին վայելելու հենց բեմում իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ձեզ ուզում եմ նվիրել Սարգոն Կարմիր Չոր գինի Իջևանի գինոգործանի կողմից 21-ին կբացեք։ Մերսի, հա, 21-ին, այո, բացեք եւ նշեք։ Եվ քանի որ ամանորն է մոտենում, ուզում եմ նախ շնորհավորել ձեզ գալիք ամանորի կապակցությամբ եւ
գիտեմ, որ տանը ձեզ սպասում են հարազատ մարդիկ։ Ուզում եմ այս բացիկները, արևոք բացիկները նվիրել ձեզ, որպեսզի դուք նվիրեք ձեր սիրելիներին։ Այստեղ հենց հայտնի երգերից ֆրազներ են, մեկը Թաթայի երգից է, թող նոր տարի Ձյունանուշիկին բարի, ես գիշեր մեր տունարի։ Տոնացար, Զարդարի տիկին Ջուլիակները։ Իսկ հաջորդ էլի Թաթայից է, թող տարին բարի լինի, ուրախություն թող լինի։ Շնորհակալ եմ, շատ Շնորհակալություն ձեզ ու հաջողություններ ներկայացմանը։ Շնորհակալ ենք։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, այս պահին բժշկական խորհուրդներ հենց տվյալ էջից։ Էսթետիկ բժշկությունը առանց լազերային միջամտությունների գրեթե հնարավոր չէ պատկերացնել։ Լազերային միջամտությունները շատ տարբեր են, ամբողջը կախված է թե ինչ լազեր է օգտագործվում։ Եթե մենք բացենք 7-րդ 8-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրքը, ապա կտեսնենք լազերային բաժնում քանի տեսակի լազերներ ունեն։ Պատկերացրեք, որ գրեթե բոլոր տեսակի լազերները օգտագործվում են բժշկության մեջ։ CO2 լազերային հղկումներ, ֆրակցիոն լազերային հղկումներ։ Մենք շատ լսում ենք այդ նախադասությունը, այս պրոցեդուրայի անունը եւ ինչ է իրենից ներկայացնում, այսօր կմանրամասնենք։ CO2 լազերային հղկումները հիմնականում էսթետիկ բժշկության մեջ օգտագործվում են հղկելու, շտկելու մաշկի այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են որոշ խնդիրներից։ Մասնավորապես պրոբլեմատիկ մաշկ, ակնե հիվանդների մոտ, երբ անցնում է այդ սուր թարախային պապուլոպուստուլոզ շրջանը, դրանից հետո առաջանում է պոստակնե հետքերի եւ փոսիկների շրջան։ Հաճախ կհանդիպեն մարդիկ, ովքեր ունեն այդ խնդիրները եւ մաշկի վրա տեսնում ենք այդ անհարթությունը եւ հետքերը։ Դրանք պոստակնե սպիերն են, որոնք առաջացել են հենց այդ թարախային բշտիկների, թարախի, մաշկի որոշ շերտերի քայքայման արդյունքում եւ դրանք չեն վերականգնվել։ Ստեղծվել է լազերային հղկումներ, ֆրակցիոն CO2 լազերային մասնավորապես միջամտությունը, որը այրելով շերտ մաշկի որոշ շերտերը կարողանում է նորացնել նոր մաշկային բջիջների արտադրումով լցնել այն դեֆիցիտը, այն դեֆեկտները, որոնք մեզ տալիս են այդ փոսիկները։ CO2 ֆրակցիոն լազեր կոչվում է այն պատճառով, որովհետև օգտագործվում է հատուկ գազ, որի միջոցով լազերը անցնում է, եւ ֆրակցիա, այսինքն մենք ամեն մի CO2-ի լազերի սյունակը այրելով մաշկի որոշ շերտերը, իսկ թե ինչքան երկար պետք է սյունակը խորանա մաշկի մեջ եւ ինչ ուժգնությամբ այն պետք է այրի, բնականաբար որոշում ենք ելնելով հաճախորդի մաշկի խնդրից, մաշկի տեսակից եւ իհարկե մասնագետի բնականաբար պրոֆեսիոնալիզմից։ Եվ այդ սյունակները, որոնք մաշկի մեջ հատ այրելով իջնում են, առաջացնում են ֆրակցիոն դեֆիցիտ, այսինքն այրում են, գոլոշացնում է մաշկի մեջ եղած ջրային զանգվածը եւ իհարկե մաշկը այրելով այդ ֆրակցիան դադարվում է, որի արդյունքում մենք ունենում ենք մաշկի վրա դեֆեկտներ, այրման արդյունքում եւ իհարկե դրանից հետո գալիս է մեր մաշկի լավացման փուլը, որտեղ գալիս են հատուկ ուրեմն օրգանիզմի կողմից սինթեզվող եւ այն հրահանգը, որ օրգանիզմը ստացել է, որ ունեմ այրվածք եւ պետք է նորացվի, լավացվի, առաջացում ենք մաշկի լավացում, այրման առողջացում եւ տեսնում ենք, թե ինչպես է լցվում այդ ֆրակցիաները, որոնք դատարկվել էին CO2 լազերային սյուների ֆրակցիոն այրման արդյունքում։ Եվ լավանալուց հետո, իսկ լավանալը տևում է բավականին ժամանակ, մոտավորապես 3-ից 4 շաբաթ,
որից հետո արդեն սկսում է արտադրվել այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են եւ որոնք պետք են, որպեսզի մաշկը լիովին բոլոր շերտերով վերականգնվի։ CO2 ֆրակցիոն լազերային միջամտություններից հետո մենք ունենք վերականգնման մի քանի օր։ Դա տևում է 7-ից 10 օր, հաճախորդը ունենում է վառ կարմրա, ուրեմն ավելի գորշ գույնի մաշկ, կախված իհարկե ուժգնությունից, տանից գրեթե դուրս չեն գալիս, որովհետև մեզ ուլտրա մանուշակագույն ճառագայթները հակացուցված են եւ կատարում է հատուկ քսուկների եւ բուժում, որից հետո արդեն կամաց-կամաց այդ կեղևիկը անցնում է, վերականգնում է եւ իհարկե սկսում է արդեն լավացման եւ կոլագենի, էլաստինի եւ կերատինոցիտների արտադրման շրջանը։ CO2 լազերային հղկումը իրականացվում է 40-50 օրը մեկ անգամ, այն զուտ ձմեռային, ոչ արևային եղանակի համար նախատեսված միջամտությունն է, բայց շատ որքան տրավմատիկ է, այնքան էլ արդյունավետ է։ CO2 լազերային հղկումը ցուցված է հիմնականում անհարթ մաշկի, լայն ծակոտկեններով մաշկի, յուղոտ եւ հաստ մաշկերի համար, այն իրականացվում է ավելի մակերեսային, ավելի թույլ պարամետրերով տարիքային շտկում մաշկի իրականացնելու համար, որպես կոլագենի սինթեզ եւ ձգում հաղորդող եւ իհարկե մեծ կիրառում ունի մարմնի մաշկի բծերի վերացման համար։ CO2 լազերային հղկումը այսօր շատ տարածված է էսթետիկ բժշկության մեջ, այնպես որ սիրելի կանայք, մի վախեցեք եւ դիմեք CO2 լազերային հղկումների։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք երաժշտության ոլորտ, քանի որ մեր տաղավարում ունենք հրաշալի հյուրեր։ Մենք project-ն է մեր այսօրվա հյուրը եւ իհարկե մենք project-ի պրոդյուսեր Անուշ Սաֆարյանը, խմբի անդամներ Հովսեփ Աբրահամյանը եւ Լիլիթ Պետրոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց Շատ լավ։ Տրամադրությունը լավ է։ Նախատոնական։ Այո, իհարկե։ Մենք project-ը հետաքրքիր հրավառություններ անում բարբերաբար, այսինքն բուրըն աշխատանքային, տեսահոլովակներ, համերգներ, կորպորատիվներ։ Տարին ոնց ենք ավարտում եւ ինչ ունեցանք այս տարվա ընթացքում Անուշ։ Այս տարվա ընթացքում ունեցանք տեսահոլովակներ, ունեցանք նոր երգեր, որոնք դեռ նկարահանվում են տեսահոլովակները, ունեցանք տարվա ամենամեծ ֆեստիվալներից մեկը, Summerfest 2025 այս տարի, որը արդեն ամենամյա է, հենց տեսահոլովակը նկարահանված է Summerfest-ի բեմից, որովհետև ինքը Հայաստանի մասին էր եւ այդքան մեծ աուդիտորիա ու այդ ամեն ինչը ավելի գեղեցիկ էր հենց նման ֆորմատով։ Տարին ավարտում ենք շատ լավ, շատ խառը, տարբեր կորպորատիվներով, Ամանյուրյա հետաքրքիր ծրագրերով, այդպես շատ գոհ ենք ամենայն դեպս այս տարվանից եւ պատրաստվում ենք մյուս տարվա եւ Summerfest-ին 2026 եւ պատրաստվում ենք մյուս տարվա նոր տեսահոլովակներ, նոր երգեր եւ հետաքրքիր ծրագրեր։ Մենքի երգացանկը ինչպիսին է, ինչ երգեր կան ձեզ մոտ եւ փառատոններին մասնակցելիս եւ համերգներին մասնակցելիս ինչ երգացանկով եք ներկայանում։ Շատ տարբեր են իրականում, ունենք շատ բազմաժանր playlist, ունենք նաև արդեն մեր երգերը, որոնցից ունենք տեսահոլովակ եւ սպասում արդեն։ Շատ տարբեր են, այդպես հստակ չենք կարող նշել, էլի կախված է նաև մեր հանդիսատեսից։ Երգերի ընտրությունը, ժանրային ուղղությունը, այսպես ասեմ, եթե վերաբերում ենք որպես մեր հեղինակային գործերին, հեղինակային գործերը տարբեր են էլի, ինչպես նաև գործի աշխատանքային բնույթով պայմանավորված երգերը, ճիշտ բացատրեցի, որովհետև մենք պրոջեկտը ինքը մենք չենք ընտրել ինչ-որ կոնկրետ լսարան, մենք բոլորի համար ենք փորձում երգել, տարբեր տարիքային խմբերի, տարբեր ճաշակի ու բնավորության տեր մարդկանց համար, ինձ թվում է մեր հաջողության գրավականներից մեկը հենց դա է եղել ու փորձում ենք, տեսնենք ոնց կստացվի, իսկ ինչ վերաբերում է մեր հենց ռեպերտուարին, շատ բազմաժանր է ու շատ հաճելի ինձ թվում է, ուրախ, էմոցիոնալ, տեսնենք։ Մենքի սկիզբը, աճը եւ շարունակությունը, հա Անուշ, մի քիչ խոսենք այս մասին, որովհետեւ այսօր բենդերը, պրոջեկտները շատ են, բայց յուրահատկություն են կազմում նրանք, ովքեր շարունակում են մնալ այդ դաշտում, որովհետեւ ընդգծվում է իրենց հենց յուրահատուկ մոտեցումը պրոյեկտին։
որն է մենքինը։ Իրականում մենք քանի որ ինքը ավելի DJ-սկի պրոյեկտ է, հա, հենց այդ ամբողջ live խումբը չի, DJ-ն է իր հարվածային գործիքներն են առանձին եւ փողային գործիքները։ Նախ ողջունում եմ մեր մնացած խմբի անդամներին։ Փողային գործիքը ինքը մոտ 6-ից 7 գործիք է նվագում, այսինքն տարբեր գործերի մեջ տարբեր գործիքներ են, նույնը հարվածայինը, չունենք հարվածային գործիքներ, այսինքն ուդառնիկ, այլ ունենք այնտեղ կոնգ, բոնգ, տարբեր գործիքներ, որոնց տարբեր երգերի մեջ են նվագում։ Հենց իրականում մենքի գրավականը կայանում է նրանում, որ մեր ոճը նա է, ինչ ուզում են լսել մարդիկ։ Այսինքն մենք որ մասնակցում ենք որևէ կորպորատիվի, եթե այնտեղ կան 200 մարդ, հա, այդպես ասեմ, 200-ից հնարավոր չի, որ իրենք հոգնեն, որովհետև կան 50-ի համար առանձին երգ, 30-ի առանձին, 100-ի առանձին, այսինքն անընդհատ տարբեր են երգերը եւ մարդիկ կարողանում են մեր երգացանկից գտնել իրենց հոգեհարազատ երգեր։ Չնայած այն, որ ինքը ավելի շատ այս պահին համարվում է cover խումբ, բայց վերցնում ենք այն երգերը, որոնք մարդկանց հոգեհարազատ են, հիշողություններ են, ամեն մեկը լսելուց ինչ որ բան, հիշում, եթե նոր սերունդն է երգում ենք այն երգերը, որոնք այս պահին ավելի նորաձև են, հետևում ենք շատ շուկային անընդհատ, թե մյուս խմբերին, թե առհասարակ DJ-ների երգացանկին, ինչն է այս պահին ավելի արդիական, ինչն են ավելի շատ սիրում, ինչ են երգում բոլորը չենք երգում մենք, ավելի շատ ձգտում ենք չի երգել այդ նույն բաները, ինչ ավելի բարդ է, որ չեն երգում ենք մենք, ավելի համաշխարհային հիթերի մասին է խոսքը։ Կարծում եմ դա է գրավականը, որովհետև մեզ դիմողները գիտեն, որ հետո ես կարծում եմ այսպես, եթե դու cover խումբ ես, մի քիչ սխալ է ինչ որ ոճի մասին խոսել, որովհետև դա քո ոճը չի։ Այսինքն քո ոճը դու կարողանում ես կերտել այն ժամանակ, երբ որ ունես դու քո հեղինակային երգերը եւ ընտրում ես ինչ-որ ուղի։ Բայց երբ որ մեր գրավականը հենց գայանում է դրանում, որ մարդը հենց ուղին չի, որ մենակ նման ոճի երգերը պետք է լսի բազմաժանր, կարծում եմ դա է հենց գրավականը մենքի։ Այո, ես ինքս եղել եմ այնպիսի տեղերում, որտեղ մենքն է եւ համերգային բեմում եւ կորպորատիվներում եւ վստահ կարող եմ ասել, որ տրամադրությունը միշտ բարձր է ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոնը, Իջևանի Կարմիր Չորգինին, որը կարծում եմ շատ հետաքրքիր համադրություն կտա նախատոնական, իսկ տոներն էլ գիտեմ բավականին զբաղված եք լինելու, այնպես։ Ես առհասարակ չեմ խմում, բայց միակ սիրածս գինիներից Սարգոն եւ Գոշ։ Ահա։ Դե նշանակում է որ լավ գինու գիտակ եք։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, ամանորյա, արևոք բացիկները, որտեղ կամ եւ հեղինակային երգերից բառեր եւ բնականաբար տեղ, որտեղ ինքներդ կարող եք ձեր շնորհավորանքները գնել եւ քանի որ ամանոր է արդեն, այնպես որ այս բացիկները ձեր նվերների հետ միասին նվիրեք ձեր սիրելիներին։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենքին հաջողություններ ու շատ երկար ճանապարհ, համոզված եմ 26 թիվը էլ ավելի բուրն է լինելու ձեզ համար։ Շնորհակալ ենք ձեզ հրավերի համար եւ ձեզ նույնպես մաղթում ենք 2026 թվականը լինի բուրըն հաջողությունների տարի եւ ամենակարևորը առողջություն եւ խաղաղություն մեր երկրին։ Շնորհակալություն եւ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, ահա մոտեցավ ավարտին մեր այսօրվա հաղորդումը եւ խոհանոցային հատվածն էլ ահա այսօր հրամցրեց այսպիսի գեղեցիկ համեղ պատառիկներ, ինչը ես կդնեմ հիմա մատուցման ամանի մեջ, որպիսի բոլորով վայելենք եւ ճաշակենք։ Սիրելիներս, պարզ էր բաղադրատոմսը, բաստուրմա, երշիկ, պանիր, հավկիթ, տոստի հացեր, որը վերածվեց շատ համեղ պատառիկների։ Դուք էլ պատրաստեք, վայելեք ամբողջ ընտանիքով եւ իհարկե պատրաստվեք տոնական օրերին։ Այս տարի մի տեսակ թողուբոյ քիչ է, ես նկատել եմ դա, հուսով եմ բոլորիդ մոտ ամեն բան շատ լավ է եւ դուք իսկապես լավ տրամադրությամբ պատրաստվելու եք ամանորին։ Դե սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, անփորձանք եւ մշտապես մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, այո, քիչ անց մենք իհարկե այդ ամենը կճաշակենք եւ կողքին կդնենք ինչ սիրելի սուրը։ Բրիզը, Ռոզե Փրփրունգինի, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Բրիզը հիանալի համադրություն է եւ յուրաքանչյուր ուտեստին եւ իհարկե երեկոյին։ Եվ նաեւ չմոռանանք ժպիտները, որ ամենակարևորն են։ Այո, եւ իհարկե, քանի որ տոներն են մոտենում, մեր արտաքին տեսքը կարող ենք վստահել բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։
Master-Right-ն էլ բոլոր տղամարդկանց կնվիրի ամանորյա տրամադրություն եւ իհարկե հենց կդառնաք ձեր սիրելի Արա Գեղեցիկը։ Բնականաբար Նալբանդյան 37 հասցեում է գործում Master-Right-ը, իդեպ ամանորյա տրամադրությունը վայելելու համար նախապես խորհուրդ է տրվում գրանցվել արդեն այնտեղ։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Իդեպ տեսականին անդադար թարմացվում է, այնպես որ կարող եք գտնել եւ ձեր ձմեռային տաքուկ լուքերը այնտեղ եւ իհարկե պատրաստվեք արդեն ամանորին։ Իդեպ ամանորը մոտենում է, հաշված օրեր են մնացել, իսկ նվերներն արդեն իսկ մտքում են եւ այդ նվերները սիրով պետք է զարդարվեն արևոք բացիկներով։ Այս բացիկները շատ կարեւոր են, որովհետեւ այնտեղ գրված են ամենակարևոր ու ջերմ խոսքերը։ Բացիկները հասանելի են քաղաքի սուպերմարկետներում, քաղցր ու ծաղկաշատ վայրերում, նաեւ իհարկե վաղվանից արդեն կներկայացվեն Big Christmas Market-ում, այնպես որ այցելեք եւ վայելեք այս բացիկները ձեր նվերների հետ միասին։ Դե ինչ կամաց մոտենում է ամանորը, իսկ մենք մինչև 2025 թվականի ավարտը կլինենք ձեզ հետ միասին, սիրելի հեռուստադիտողներ, եւ առավոտները, աշխատանքային առավոտները կսկսենք միասին, ու միասին էլ հետո արդեն կդիմավորենք ամանորը։ Ես ձեզ մաղթում եմ հրաշալի օրվա շարունակություն եւ իհարկե նշեմ, որ կհանդիպենք վաղը առավոտյան նույն տեղում եւ նույն ժամին, եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։